Ինչպես արդեն տեղեկացրել ենք, այսօր Նոր-Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում տեղի ունեցավ սիրված արտիստ, դերասանուհի, հաղորդավարուհի Զարա Արամյանի հոգեհանգիստը։ Հոգեհանգիստը լի էր հարյուրավոր մարդկանցով։ Մարդիկ եկել էին վերջին հրաժեշտը տալու սիրված դերասանուհուն։ Այստեղ էին նաև հայկական շոու բիզնեսից, թատրոնից մի շարք ներկայացուցիչներ։ Նրանց թվում էր նաև դերասանուհի Ջուլիետա Բաբայանը, ով լրագրողների հետ զրույցում անկեղծացավ և հուզվեց Զարա Արամյանի մասին խոսելիս։ Շատ դժվար է խոսել մի մարդու մասին, ում հետ տարիներ շարունակ աշխատել ես և ապրել։ Մենք միասին հեռուստատեսությունում երկար տարիներ աշխատել ենք, դժվար է խոսել։ Ինքը շատ պայծառ էր, կենսախինդ, ժպիտը դեմքին, ափսոս։ Զանգահարեցի վերջերս դստեր նշանադրությունը շնորհավորեցի, ու ինքն ինձ ասեց, որ ուզում է թոռանը տեսնի։ Կադրերում երևում է, թե ինչպես է արտասվում Զարայի դուստրը, ով բավականին շատ կապված էր մայրիկի հետ։ Դերասանուհի Իրինա Դանիելյանը ևս այստեղ էր։ Նա խոսել է Զարա Արամյանի մասին, նշելով, որ Զարա Արամյանը միայն իր հուշերում չէ, Զարան կմնա շատ պարզ, ժպտերես հումորով։ Իհարկե ամենավառ հուշերը նրանք միասին ունեցել են մեր բակի նկարահանումներից։ Միասին շատ կադրեր չունեինք, բայց հանդերձարանում շատ էինք շփվում, բացի հումորից, մեծ սիրտ ունենալուց բարությունից, այլ բան նրա մասին չեմ կարող ասել, շատ եմ ցավում, իր խոսքում նշել է դերասանուհի Իրինա Դանիելյանը։ Ներկայացնում ենք մի քանի կադրեր հոգեհանգստի արարողությունից։ Զարա Արամյանն ունի 2 երեխա, որդի և դուստր։ Նա և իր ամուսինը Արտաշեսը ապրում էին համատեղ սիրով կյանքով։ Զարա Արամյանը բազմիցս անգամներ ֆեյսբուքյան հարթակում հրապարակում էր ամուսնու մասնակցությամբ լուսանկարներ և գրում. «Իմ ապավեն, լավագույն ընկեր, համախոհ ու մեծ սեր։ Միշտ ձեռքս բռնիր, որ ապրեմ։ Շնորհավոր օրհնյալ ծնունդդ»։ Ահա այսպես էր Զարա Արամյանը խոսում ամուսնու մասին։ Իմ կյանքի կես, իմ լավագույն ընկեր, իմ սեր, դու տեր ես, ես հնազանդ, Արտաշ ջան, 67-ամյակդ շնորհավոր։ 2024 թվականին ահա այսպիսի հրապարակում էր արել Զարան ամուսնու մասնակցությամբ։ Այս ընտանիքում տիրում էր սերն ու ջերմությունը, ինչը փաստում էին նաև Զարա Արամյանի ժամանակ առ ժամանակ հրապարակումները դստերի և որդու մասնակցությամբ նախորդ տարի վերջինս իր դստերը նշանադրել էր։ Հավելենք նաև, որ ավելի վաղ ներկայացրել էինք Զարա Արամյանի որդին ֆեյսբուքյան էջում հրապարակումով է հանդես եկել։ Խորը ցավով հայտնում եմ, որ մորս Զարա Արամյանի սիրտը կանգ է առել։ Ուղարկավորությունը տեղի կունենա ամսի 20-ին Նոր-Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում ժամը 17:00-ից, գրել է Գուրգեն Գասպարյանը ֆեյսբուքյան իր էջում։ Հավելենք նաև, որ ավելի վաղ տեղեկացրել էինք։ Դերասան Հրանտ Թոխատյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Զարա ջան, սիրուն, համով, տաղանդավոր ու շատ հարազատ լույսերի մեջ մնաս»։ Աշոտ Ղազարյանն էլ հետևյալն է գրել. «Մի համ էլ պակասեց մեր համով բակից, մեր համով Զարան, չեմ ուզում հավատալ, չեմ էլ պատկերացնում, որ մեր Զարան այլևս չկա, շատ ափսոս, ինչ ասեմ, Աստված հոգիդ լուսավորի, Զարա ջան», գրել է Աշոտ Ղազարյանը։ Աշոտ Ղազարյանը նաև համատեղ մի քանի լուսանկարներ է տարածել, որոնք ներկայացնում ենք ձեզ։ Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտնել էինք։ Երգչուհի Հռիփսիմե Ելինյանը տարածել է Զարա Արամյանի լուսանկարն ու գրել. «Իմ սիրելի Զարա, լույսերի մեջ մնաս»։ Դերասանուհի Եվա Բաղդասարյանը գրել է. «Անասելի ցավ, Զարա ջան»։ Դերասան Գրիգոր Դանիելյանը գրել է. «Հանգչիր խաղաղությամբ, մեր սիրելի Զարա»։ Արմեն Պետրոսյանը գրել է. «Հանգչիր խաղաղությամբ, Զարա ջան»։ Հաղորդավարուհի Մանե Գրիգորյանն էլ տարածելով դերասանուհու լուսանկարը
իր ցավն է հայտնել։ Զարան էլ մեզ հետ չէ, լույսերի մեջ մնաք, լուսավոր մարդ։ Նշենք նաև, որ այսպիսի հրապարակումներով իրենց ինստագրամյան էջերում շատ ու շատ հայ հայտնիներ են կիսվել։ Դերասանուհու դուստրը Էլեն Գասպարյանը Facebook-յան իր էջում գրել է. «Իմ ամենալուսավոր ժպտերեսիկ ու ծիծաղ կոտ, արդեն կարոտում եմ ծիծաղդ ու ժպիտդ, չգիտեմ թե էլ ինչ եմ անելու, ոնց, միշտ զգալու եմ կարիքդ։ Մորս Զարա Արամյանի այդքան մեծ սիրտը, որի մեջ տեղավորվում էինք բոլորս, այսօր կանգնեց։ Հուղարկավորությունը տեղի կունենա ամսի 20-ին Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում, ժամը 17:00-ից»։ Ողջ ինստագրամյան և ֆեյսբուքյան հարթակը սգում է այս սիրված մարդու կյանքից անժամանակ հեռանալը։ Նշենք, որ տարիների ընթացքում բազմաթիվ ֆեյք կայքեր նյութեր էին տարածում այն մասին, թե դերասանուհին մահացել է։ Զարա Արամյանը ինքը պարբերաբար տարածում էր նմանատիպ հրապարակումներն իր ֆեյսբուքյան էջում։ 2023 թվականի հոկտեմբերի 8-ին նա տարածելով նմանատիպ հրապարակում հետևյալն է գրել. «Կրկին ու կրկին, աշխարհը շրջվի ու գազազի, միևնույն է, սա անվերջ լինելու է, որ պարբերաբար ինձ տարբեր կայքեր թաղեն, որպեսզի իրենց դիտելիությունը շատանա։ Նորից անհանգստացածները զգուշորեն մոտենան, զանգեն երեխաներիս, բարեկամներիս, մոտ ընկերուհիներիս, հարևաններիս, որ ճշտեն, մնացածը նյութի տակը դնեն, լացող սմայլիկ կամ ցավակցականներ գրեն, ջերմ խոսքեր, այնքան ջերմ, որ մտածում եմ, բայց լավն էր խեղճ կինը, թեխի էլի գնաց, օգնում է միայն հումորի զգացումս, մի խոսքով սիրելիներս, մի անհանգստացեք, ես ողջ առողջ եմ, շնորհակալ եմ վշտացողների նուրբ զգացումների համար»։ Այս հրապարակումը դերասանուհին տարածել է դեռ 2 տարի առաջ և նմանատիպ հրապարակումներ իր ֆեյսբուքյան էջում շատ անգամներ տարածում էր և հումորի վերածում, դե իսկ այսօր նրա մահը արդեն ցավոք իրականություն է։ Զարա Արամյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակումով էր հանդես եկել տարեվերջին և շնորհակալություն հայտնել. «Ամեն ինչի համար շնորհակալ եմ, դստերս նշանդրեքի, ձեր սերը բազմիցս արտահայտելուն, ձեր աղոթքներում լինելուն ու հիվանդությունս ավելի խորանալու համար։ Պատրաստ եմ դիմավորելու նոր 2026 թիվը ու հույս ստացել, որ երկիրս խաղաղ կլինի, իսկ մարդիկ էլ բարի ու քաղցր։ Շնորհավոր իմ նախշումներ ջան, նոր տարին։ Ես շարունակում եմ ձեզ սիրել», նշել է սիրված դերասանուհին ֆեյսբուքյան իր էջում։ Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտնել էինք հեռուստահաղորդավարուհի ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ դերասանուհի Զարա Արամյանը սրտի լուրջ խնդրի և թթվածնի անբավարարության պատճառով տեղափոխվել է Երևանի Երացու թիվ 1 հիվանդանոցային համալիր։ Զարա Արամյանը գտնվում է հիվանդանոցի վերակենդանացման բաժնում, բժիշկները նրա վիճակը գնահատում են ծայրահեղ ծանր։ Արմուր զրուցել էր Զարա Արամյանի ամուսնու Արտաշես Գասպարյանի հետ, ով ասել էր. «Այո, Զարան շատ ծանր վիճակում է, շնչում է թթվածնի ապարատի միջոցով, լուրջ խնդիրներ կան սրտի հետ կապված։ Այս պահին մեր հույսը միայն Աստծո կամքն է, որ նա այս վիճակից կարողանա դուրս գալ»։ Ավելի ուշ Զարա Արամյանի դուստրը ֆեյսբուքյան էջում հուզիչ գրառում է թողել. «Հա, մամայի վիճակը ծայրահեղ վատ ա, խնդրում եմ մի հարցրեք, թե ինչն ա, սիրտն ա ու այլ կապակցված խնդիրներ, միակ բանը, որ կարող եք անել, դա աղոթելն ա»։